ներկայացնելու է պրոտեինային շոկոլադային կոկտեյլ, որի համար անհրաժեշտ է սպիտակուցային կոկտեյլ ֆորմուլա 1, խնձորավարսակային ըմպելիք կամ նայթվորք, կակաո, փխրեցուցիչ, սոդա, ուսայուղ, թթվասեր և ձու։ Դե ինչ, գնացինք, կոտրում եմ նախապես լվացված հավկիթները։ Հիմա ավելացնում եմ նայթվորքը ավելի քաղցր հագեցնելու համար, ասեմ, որ կարելի է նաև վարսակախնձորային ըմպելիք։ Այս պահին ես նախապատվությունը տալիս եմ նայթվորքին։ Այսպես, հիմա թթվասերը, որի վրա լցնում եմ սոդան, հիմա թթվասերը այսպես լցնում եմ ձիթայուղը, ասեմ, որ այս բաղադրատոմսը իմ հեղինակային բաղադրատոմսն է, հեղինակը ես եմ, որովհետև մեր ընկերության գործընկերները շատ հավանել են ու բոլորին այդ բաղադրատոմսը տվել եմ արդեն։ Հիմա արդեն օգտագործելու եմ ամենակարևոր բաղադրիչը, ֆորմուլա 1 սպիտակուցային կոկտեյլը։ Անպայման դիմաղեմ, որպեսզի թթվածներ հագնա։ Չոր բաղադրիչներից ավելացնում եմ փխրեցուցիչը և կակաոն իհարկե մաղելով։ Բոլոր չափերը ես կտեղադրեմ նկարագրության բաժնում։ Ավելացնում եմ նաև վանիլին, չոր բաղադրիչները խառնում եմ ու լցնում արդեն այս ձանգվածի վրա։ Իդեպ ասեմ, ինչով են տարբերվում ալյուրի ու կոկտեյլի տարբերությունը, ինչումն է առավելությունը և ինչպես տեսակ շաքարավազ չկա, նրանում, որ սա վիտամինների ու հանքանյութերի մի ամբողջ մեծ աղբյուր է և դիետիկ, սպիտակուցային ու արդեն ինքը շատ հարմար է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն շաքարային դիաբետ, ովքեր քաշի վերահսկման խնդիր ունեն, կամ պարզապես ուզում են առողջ սնվել։ Այսպիսի խմոր է ստացվում, տեսեք, շատ կոկիկ և թողնենք մի 5 րոպե մնա, ինչ կտաքանա մեր ջեռոցը, 180 աստիճանում պետք է թխեմ 35 րոպե։ Տեղափոխում եմ արդեն նախապես յուղաթղթով պատրաստած կաղապարի մեջ, այնուհետև տեղափոխում եմ ջեռոց։ Անպայման հավասարեցնում եմ։ Արդեն կարելի է մտածել ոչ միայն առողջության, այլ նաև գեղեցկության մասին, այս հրաշք կոլագենով, որը ներսից հոգ է տանում մաշկի որակի մասին։ Շատ լավ է ստացվել, սպասենք հովանա ու վերջնական տեսքը տանք։ Ուղում եմ ցույց տալ, թե ինչ փափուկ է կտրվում, շատ փափուկ և այսպես ուր է ստացվել, տեսեք։ Հիմա վրան ցանենք նայթվորք։ Այսօր էլ այսպես մեր շոկոլադային պրոտեինային բիսկվիտով համեղ փաթեթիկից, որը կարող եք ուտել որքան ցանկանաք։ Կհանդիպենք։